Ամեն տարի հայ դպրոցականները գնում են միջազգային օլիմպիադաներ և վերադառնում արդյունքներով, որոնք Հայաստանից շատ ավելի մեծ երկրները կուզենային ունենալ։ 2025 թվականին մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը շահեց 3 բրոնզե մեդալ և 3 պատվոգիր։ Բոլիվիայում անցկացված ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում հայ աշակերտները շահեցին 4 բրոնզե մեդալ։ Սա մեկ հաջող տարվա պատմություն չէ։ 1993 թվականից մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում հայ աշակերտները շահել են 1 ոսկե, 30 արծաթե և 77 բրոնզե մեդալ։ Ինֆորմատիկայում 1996 թվականից Հայաստանը շահել է 1 ոսկե, 8 արծաթե և 37 բրոնզե մեդալ։ Շախմատը նույն կարգապահության նշանն է։ 2011 թվականից Հայաստանի հիհանդրակրթական դպրոցներում երեխաները շախմատ են սովորում 2-ից 4-րդ դասարաններում։ Այս թվերի հետևում ընտանիքներ են, ուսուցիչներ, ուշ երեկոներ, լրացուցիչ վարժություններ, պահանջկոտություն, հուն, համբերություն և երեխաներ, որոնք սովորում են մրցել առանց արդարացումների։ Սա Հայաստանի ամենաուժեղ ռեսուրսներից մեկն է։ Ոչ գազ, ոչ նավթ, ոչ հսկայական տարածք, երեխաներ, որոնք կարող են մտածել, հաշվել, կենտրոնանալ և աշխատել։ Այսպիսի մարդկային կապիտալ ունեցող երկիրը չի կարող ընտրության օրը վերաբերվել